Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվրամիության խորհուրդն ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու որոշում։ Խորհրդի հայտարարության համաձայն աջակցության նպատակը Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է, կենտրոնանալով ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի մեկնաբանությամբ այս քայլը եւս մեկ առաջընթաց է Բրյուսելի եւ Երևանի միջև անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ հատկացված միջոցները ուղղված են Հայաստանի դիմացկունության ամրապնդմանը, ինչն իր հերթին նպաստում է ողջ տարածաշրջանում կայունությանը եւ խաղաղությանը։ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1%-ով։ Ֆինանսների նախարարությունից են հայտնել եւ հրապարակել թվեր ըստ ոլորտների, եւ այսպես գյուղատնտեսություն 5.6%, արդյունաբերություն 4.7%, շինարարություն 20.2%, առևտուր 3%, ծառայություններ 10.5%։ Բացի այդ, արտահանումը ըստ նախարարության աճել է 63.9%-ով, իսկ ներմուծումը նվազել է 76.4%-ով։ Գնաճը կազմել է 3.3%։ Ոստիկանությունն ամփոփել է նախորդ օրվա օպերատիվ իրավիճակը հանրապետությունում։ Ըստ ամփոփագրի հունվարի 29-ից 30-ը բացահայտվել է 113 հանցագործություն, մասնավորապես 34 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման, 11-ը թմրանյութի հայտնաբերման, 9 սառը զենքի հայտնաբերման, 8 անձնական ունեցվածքի գողության եւ այլն։ Ըստ ճանապարհատրանսպորտային վիճակագրության անցած մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Կալիֆոռնիայի նահանգապետը պաշտոնապես բողոք է ներկայացրել քաղաքացիական իրավունքների նախարարություն, պահանջելով հետաքննություն անցկացնել Մեհմեդ Օզի նահանգի հայ համայնքին թիրախավորելու գործողությունների վերաբերյալ։ Օզը, որը թուրք-ամերիկյան երկքաղաքացիություն ունի եւ ավելի հայտնի է որպես բժիշկ Օզ, տեսանյութ է տարածել, որտեղ շրջում է Լոս Անջելեսի Վան Նույս թաղամասում, մատնացույց անելով բժշկական հաստատություններն ու այլ բիզնեսներ, որոնք ունեն հայերեն գրություններ, եւ մեղադրել դրանց լայնածավալ խարդախության սխեմայի հետ կապ ունենալու մեջ։ Ավելի ուշ նա եւս մեկ տեսահոլովակ է նկարահանել առևտրի կենտրոնի երկու բիզնեսների, Կիլիկի արվեստանոցի եւ Տիգրանակերտի լավաշի առջեւ, որի տակ հայերեն գրություն կա թարմ հաց։ Թուրք բժշկի բնորոշմամբ դրանք մեծ մասամբ ղեկավարվում են ռուսական եւ հայկական մաֆիաների կողմից։ Մեհմեդ Օզի հայտարարությունները դատապարտել են Ամերիկայի հայ դատի գրասենյակի ղեկավարը, Կալիֆոռնիայի նահանգապետը, մի շարք կոնգրեսականներ, նշելով, որ հայ համայնքը թիրախավորում է Թրամփի վարչակազմի ազգությամբ թուրք պաշտոնյան։ Վերջում ուրախալի լուր երաժշտական աշխարհից։ Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը հեղինակավոր Էրնստ ֆոն Սիմենսի անվան երաժշտական մրցանակի դափնեկիրներից է, որը հաճախ անվանում են երաժշտության Նոբելյան մրցանակ։ Գլխավոր մրցանակը շնորհվում է մեկ երաժիշտի ողջ կյանքի ընթացքում ստեղծագործական ներդրման համար։ Մինչդեռ ամեն տարի ընտրվում են մինչև 3 լրացուցիչ դափնեկիրներ, հիմնականում ժամանակակից, միջին տարիքի կամ երիտասարդ սերնդի կոմպոզիտորներից։ 32-ամյա հադրութի կոմպոզիտորը այս 3-ից մեկն է։ Սարդարյանն առաջին անգամ առաջարկը ստացել է 2020-ին, բայց 4 անգամ մերժել է այն։ Ասում է վստահ չէր, որ պահը հարմար էր։ Ճանապարհը Հադրութի երաժշտական դպրոցից նրան տարել է Ստեփանակերտի Սայաթնովայի երաժշտական ուսումնարան, այնուհետև Երևանի կոնսերվատորիա եւ վերջապես Գերմանիա, հետագա կրթություն ստանալու համար։ Ըստ Սիմենսի պաշտոնական կայքի Հովիկ Սարդարյանի երաժշտությունը հաճախ հիմնված է իր հայկական ժառանգության վրա, ներառյալ ժողովրդական մեղեդիները։ Այսքան այժմին կհանդիպենք մեր ամփոփիչ թողարկմանը ժամը 19-ին։